Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագիր Նյուզի եթերում Ստեյությանն է, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք բանկային խարդախության զոհերի իրավապաշտպան Մհեր Կարագեզյանին։ Բարև ձեզ, պարոն Կարագեզյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Պարոն Կարագեզյան, տևական ժամանակ է պայքարում եք բանկային խարդախության զոհերի շահերի պաշտպանության համար, այդ մասին իհարկե շատ խոսվել է, բայց կխնդրեի ներկայացնել խարդախության քանի զոհի շահեր եք մոտավորապես պաշտպանում եւ արդյոք բոլորի մոտ նույն դեպքերն են։ Գրեթե արդեն ստացել ենք 306 գրավոր դիմում, ամենօրյա ռեժիմով ստանում ենք ահազանգեր, բայց այն քաղաքացիները, ովքեր պատրաստակամություն չունեն ինքնուրույն պայքարելու, նրանք չեն կարող աջակցություն ստանալ մեր հասարակական կազմակերպության կողմից, որովհետև եթե քաղաքացին չի պայքարում, չի փորձում պաշտպանել անձամբ իր իրավունքները, ապա ինչպես եւ ինչով կարող ենք օժանդակել նրան։ 306 դիմումատուների գործերը մեկը մեկից բավականին տարբեր են, ըստ էության խնդիրը թվում է, որ բոլորի մոտ նույն խնդիրն է, բայց դա այնքան էլ այդպես չէ։ Ես կուզեի, քանի որ խմբավորել ենք, կուզեի այդ խմբերի մասին առանձին խոսել։ Ունենք խմբեր, որտեղ քաղաքացիների հաշիվներից գումարներ են դուրս բերվել, խնայողական հաշիվներից, ավանդային հաշիվներից գումարներ են գողացվել, այնուհետև ձևակերպվել են նաև վարկեր։ Ունենք քաղաքացիներ, որ իրենց անունով միայն ու միայն ձևակերպվել են վարկեր։ Ունենք քաղաքացիներ, որ իրենց անուններով ձևակերպվել են վարկեր, բայց այնպիսի վարկատեսակներ են դրանք եղել, որ այդ վարկատեսակի համար, երբ որ պատշաճ կերպով դիմես եւ ստանաս, կարող ես այդ վարկատեսակը օգտագործել միայն ու միայն խանութներում առևտուր անելուց կամ միայն ու միայն վճարել կոմունալ վարձավճարները։ Այստեղ խնդիրը հենց նրանումն է, որ այդ գումարները ստանալուց հետո փոխանցվել են այլ հաշվի համարների, որտեղ ցցուն կերպով արտահայտվում է տվյալ բանկի սողանցքը, տվյալ բանկի անպաշտպանությունն ու բացթողումը եւ հետեւաբար մենք ասում ենք, որ բանկի խոցելիության պատճառով չպետք է քաղաքացին վճարի։ Եվ ունենք քաղաքացիների մի խումբ, որ իրենք վարկային, իրենք նման քանակի, նման չափի գումար չէին կարող ստանալ, հա, ասենք օրինակ թոշակառուների խմբեր են, որոնց անուններով 2 միլիոն, 3 միլիոն, 5 միլիոն վարկեր են ձևակերպել զեղծարարները, բայց ըստ էության, եթե քաղաքացին գնար բանկ եւ անձամբ դիմեր իրեն վարկ տրամադրելու համար, իրեն պետք է մերժվեին այդ չափի գումար տրամադրելու հետ կապված։ Եվ մի խումբ ենք առանձնացրել, ովքեր Ակրա բյուրոյի ցուցակներից իրենք հանել են, իրենք ունեն, թե ինչ չափի վարկ իրենք կարող էին ստանալ։ Ասենք քաղաքացի ունենք, որ իր վարկունակությունը եղել է 2 միլիոն, սակայն իրեն տրամադրվել է զեղծարարների միջամտությամբ 5 միլիոն դրամ։ Քաղաքացի ունենք, որ իր վարկունակությունը 1.4 միլիոն դրամ է, սակայն իրեն տրամադրել էին էլի օնլայն կերպով եւ զեղծարարների միջամտությամբ 8.5 միլիոն դրամ։ Զեղծարարությունը հասկանալի է, որի վերաբերյալ արկա է քրեական գործ, լավ, ընդունեցինք, բայց տեսակ քանի խումբ մենք առանձնացրեցինք եւ յուրաքանչյուր խմբում յուրովի առանձնանում է բանկի մեծ մեղաբաժինը, բանկի մեծ բացթողումը, որ եթե բանկերը ունեցել են այդ բացթողումները, չպետք է քաղաքացիները վճարեն եւ քաղաքացիների իրավունքները պարտադիր պետք է անհապաղ վերականգնվի եւ այստեղ նաև որ քաղաքացիների անձնական տվյալները չի պաշտպանվել կամ օգտագործվել է երրորդ անձանց կողմից, դա եւս բանկի մեծ բացթողումն է, որովհետև գրված օրենքների համապատասխան, գիտեք ինչ կա, ցանկալի է, ընդհանրապես ցանկալի է, որ քաղաքացին ինքնուրույնաբար կարողանա պաշտպանել իր իրավունքները առհասարակ այս աշխարհում։ Իրավունքներն ու անձնական տվյալները ընդհանրապես ուղիղ համեմատական են։ Ցանկալի է, որ քաղաքացին ինքնուրույնաբար կարողանա պաշտպանել այո իր անձնական տվյալները, բայց սա որպես պարտականություն դրված է պետական մարմնի
Այս դեպքում բանկերի ուսերի վրա, որովհետև իրենք այդ անձնական տվյալներով նաև իրենց բիզնեսն են անում։ Եթե այդ անձնական տվյալները այդքան իրանք չեն կարողանում ինքնուրույն բանկերի մասին արդեն խոսքը ինքնուրույն պաշտպանել, ապա դրա անպաշտպանության հարցում չի կարելի որևէ դեպքում մեղադրել քաղաքացուն, հա, սա արդեն հոգեբանական ճնշում է հանիրավի մեղադրանք ներկայացնելը եւ դրանով պայմանավորված նրա ուսերին դնել այնպիսի խոշոր վարկային ծավալներ, վարկային այնպիսի պարտականություններ, որը ինքը չէր կարող կրել եւ ասեմ ավելին, որի համար չի եղել դիմելու համար իր համաձայնությունը, իր մասնակցությունը չի եղել, փաստացի անձամբ որևէ վարկ չի ստացել, հետևաբար չկա վարկային պայմանագիր, հետևաբար ինչ պահանջների մասին է խոսքը քաղաքացիներից։ Ասեմ ավելին, քաղաքացիները պետքա դիմեն պահանջներ ունենալու համար, որ իրենք ենթարկվել են հոգեբանական ճնշումների, իրենցից հանիրավի աշխատավարձներից պահվել է իբրև վարկային տոկոսներ, քաղաքացիներն են այս դեպքում պահանջատեր եւ պետքա քաղաքացիներին փոխհատուցվի եւ առաջնային կերպով պետքա փոխհատուցվի այն քաղաքացիների գումարները, ում ավանդային հաշիվներից գողացվել են հսկայական թվեր, ասեմ ավելին, մենք դեպք ունենք, որ ավանդային հաշիվը բացի ավանդային հաշիվ լինելուց, նաև գրավադրված է եղել այսինչ կամ այնինչ գործունեություն ծավալելու նպատակով։ Եթե գրավադրված է եղել, արդեն իսկ խոսք չկա, ում մոտ է գրավադրված եղել, ում գրավն է հանդիսանում այդ գումարները, բանկի գրավները, հա, եւ այդ գումարները գողացվել են։ Իսկ այս դեպքում անհասկանալի է եւ ընդհանրապես անօրինական է եւ անօրինականային խոսքը չի թալանա, սա այլ կերպ թալանից բացի այլ կերպ, չգիտեմ, այլ ձևակերպում, որովհետեւ տեսեք, այդ ավանդադրված գումարը առանց այն էլ բանկի վերահսկողության գոտիներ։ Դրանից հետո ավելի խստացվեց, ինքը դարձավ գրավի առարկա։ Գրավի առարկա հանդիսացող գույքը կամ գումարը դուք չեք կարող գնալ ստանալ բանկից, որովհետև եթե անգամ անձամբ ձեր անձնագրով պատշաճ կերպով ներկայանաք բանկ եւ ուզենաք այդ գումարը հանել, չեք կարող, որովհետև դա գրավադրված է։ Ապա ինչպես է զեղծարարների միջամտությամբ այս գումարները գողացվել եւ սրանից հետո ներողություն եմ խնդրում, բայց անառակաբար քաղաքացուց պահանջում են այդ գումարները, որովհետեւ իրանք կորցրել են իրանց գրավի առարկան, բայց իրանք են կորցրել, ոչ թե քաղաքացին։ Հնարավոր է որ բանկերից այսպես աջակիցներ ունեն այդ զեղծարանները։ Մենք միշտ ունեցել ենք նման կասկածներ, մենք միշտ ունեցել ենք, որ այս զեղծարարությունները ըստիս իրագործելի չեն, եթե չլինի բանկի ներսից աջակցություն, հա? Եվ ինչպես է պատահել, որ 17 բանկերից 14 բանկերում մենք չունենք այսքան մեծ, այսքան խորը, այսքան ցցուն խնդիրներ, եւ այս 3 բանկերը առանձնանում են դրանցով։ Հասկանում եք, մեր շահառուների 95%-ը վերը նշված, ավելի ճիշտ ID բանկի, Ineco բանկի եւ Arshim բանկի հաճախորդներ են, հա? 95%-ը ուրեմն այդ բանկերի հաճախորդներ են, 5%-ը մյուս բանկերի հետ ունեն խնդիրներ։ Այդ խնդիրները այո վիճելի են, այդ խնդիրները այո քննարկելի են ենթադրենք դատարաններում։ Այդ խնդիրների մասով կան աշխատանքներ, որ պետքա տարվեն, պետքա անենք այդ աշխատանքները, բայց այս 95%-ի դեպքերում մենք խնդիր չենք տեսնում։ Մենք տեսնում ենք հետևյալը, որ կամ բանկը պետքա փակվի, որովհետև չի կարողանում ծառայություն մատուցել, ցավում ենք, ափսոսում ենք, բայց պետքա փակվի, որ կանխվի հանցագործությունները, հա? Կամ պետքա անհապաղ վերականգնվեն քաղաքացիների իրավունքներն ու փոխհատուցվեն գումարները, որ մենք հասկանանք, որ վերջապես բանկը թեկուզ զուշացումով, բայց այնուամենայնիվ կարողացավ կատարել իր ստանձնած պարտականությունները, հա? Եվ պարոն Կարագոզյան, նախորդին դուք եւ բանկային խարդախության զոհերը ԿԲ-ի մոտ էիք, հետո
հակակոռուպցիոն գնացիք, ձեզ մոտ հաջողվեց որևէ մեկի հետ հանդիպել, ինչ որ բան քննարկել, մանրամասներ կներկայացնեք։ Ուրեմն ինչ որ մենք քննարկել ենք ներսում, մենք այդ փաստաթուղթը լրատվամիջոցների ներկայությամբ բարձրաձայն կարդացել ենք դրսում։ Հակակոռուպցիոն կոմիտեում մենք ներկայացրել ենք քննիչներին այն կասկածները, ինչը որ մենք ունենք, որտեղ պարունակում են կոռուպցիոն տարրեր, դա վերաբերվում է եւ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի վերջերս արած իրականությանը չհամապատասխանող հայտարարություններին եւ բանկերում տեղի ունեցած այնպիսի զեղծարությունների, որտեղ մենք ունենք կասկածներ, որ կարող է եւ բանկի ներսից մասնակցություն ունեցած լինեն եւ այստեղ էլ ակնառու է կոռուպցիոն տարեր, հա։ Եվ նաեւ այն հանգամանքն ենք ներկայացրել, որ խնդրի լուծման հետ կապված փոխարենը խնդրի լուծմամբ զբաղվեին պատկան մարմիններն ու վերնշյալ բանկերը ստեղծեցին խնդրի լուծման իմիտացիա։ Նոր ծուղակ սկսեցին պատրաստել քաղաքացիների համար։ Եթե քաղաքացիների ձեռքին չկա եւ ընդհանրապես արկա չէ վարկային օրինական պայմանագիր, եթե այդ թղթի կտորը օրինական չի, նշանակում է գոյություն չունի։ Եվ այդպիսի պայմանագիր ըստ էության մենք չունենք, չկա։ Իրենք արդեն վարկային պահանջները հետաձգելու մասով մինչդեռ ուշադրություն դարձնեք, որ մենք վարկային պահանջները չեղարկելն էինք պահանջել։ Իրենք վարկային պահանջները հետաձգելու հետ կապված համաձայնագրեր էին ստեղծել, որտեղ հղում կար, որ այսինչ համարով ձեր ունեցած վարկային պայմանագիրը մենք վերաձևակերպում ենք եւ հետաձգում ենք 2 տարով, իհարկե մենք որպես իրավական աջակից, հա, խորհուրդ տվեցինք, որ չստորագրեն հանկարծ այդ պայմանագրերը, ես ասեմ, մենք անպայման գնալու ենք դեպի հաղթանակ։ Այս խնդիրը մենք անպայման քաղաքացիների հետ միասին Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար, այդ թվում նաև այդ բանկերի համար, այս խնդիրը մենք անպայման լուծելու ենք, անպայման։ Դա լինելու է հանցագործությունները կանխարգելելու նպատակներով բանկերի ֆիզիկական փակումները։ Դրանց գլխամասի ֆիզիկապես փակելու ենք։ Ասենք օրինակ առավոտյան ցանկացած առավոտ իրանք թող պատրաստ լինեն։ Ցանկացած առավոտ ժամը 8-ին մենք կարող ենք գնանք բանկերի բոլոր մուտքերը փակենք, որպեսզի չաշխատեն այդ կառույցները, որ հանցագործություններ նորից չծլեն, չծնվեն։ Մենք հանցագործությունների դեմը այսպես կարող ենք առնել։ Միտքս հետևյալում է, որ միևնույնն է մենք հաղթելու ենք, միևնույնն է թույլ չենք տալու, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին թալանի ենթարկվի, կողոպուտի ենթարկվի, հոգեբանական ճնշումների ենթարկվի, բանկային տերորի չպետք է ենթարկվի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, միևնույնն է մենք հաղթելու ենք, ուրեմն ցանկալի է, որ կարողանան նաև պետական մարմինները, կարողանան նաև բանկերը ինքնադրսևորվել եւ ցույց տալ, որ իրենք կարողանում են ընդհանրապես հարց լուծել եւ այս հարցը անցավ, թերևս այսքան ցավերի մեջով անցավ քաղաքացին, բայց դեռևս անցավ կարողանան այս հարցը լուծել, որ մենք հասկանանք, որ ապրում ենք վերջապես իրավական երկրում, որտեղ մեզ օրենքը կպաշտպանի։ Այս գրված օրենքները ներողություն ում են պետք, եթե չեն պաշտպանվում մեր քաղաքացիների իրավունքները։ Ուրեմն այդ օրենքները կոպեկի արժեք չունեն, ուրեմն որևէ մեկը չի կարող առաջնորդվել օրենքներով, որովհետև այդ օրենքները այլևս ֆիկցիա են։ Ես ցավում եմ այս արտահայտություններն անելու համար, բայց ես հույս եմ դրել, ես ջանք չեմ խնայում, ես ներդրել եմ իմ ռեսուրսները, իմ ժամանակը եւ իմ ամբողջ էներգիան եւ գնում եմ պետական մարմինների բոլոր դռները պահանջելով միայն ու միայն արդարություն եւ իրավունք։
Պարոն Կարագազյան, ինչպես դուք եք ձեր խոսքում նշեցիք, Կենտրոնական բանկի նախագահը հայտարարություններ արել, որ քաղաքացիների նկատմամբ կասեցվել են ապօրինի վարկային պահանջները, սակայն դուք նշել եք, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Ձեր գնահատմամբ ինչու է Կենտրոնական բանկի նախագահը նման կեղծ հայտարարություն անում։ Ինչ շահ է հետապնդում դրանով։ Ես կուզեի այդ հարցին ուղղակի պաշտպանել հենց ինքը նախագահը։ Կարելի է ենթադրություններ անել, բայց ենթադրություններից համար չեմ ուզում բարձրացնել, որովհետև բացարձակ լավ ենթադրություններ մենք չենք կարողանում անել։ Չէ՞ որ մենք համագործակցել ենք, չէ՞ որ մենք հանդիպումներ ունեցել ենք Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։ Մենք բաց ենք եղել, մենք ուզել ենք համատեղ աշխատենք եւ համատեղ ունենանք հաղթանակ։ Մենք ուզեցել ենք օգնենք մեր պետական մարմնին տվյալ կնճռոտ խնդիրը լուծելու համար, դրանով իսկ պայմանավորված մենք ուզել ենք ուժեղացնել մեր պետական մարմնին, սակայն պետական մարմնից այն աշխատակցի հետ մենք համագործակցում էինք, այդ աշխատակիցը ուղարկվեց գործուղման, որտեղ ես կարծում եմ, որ միտում կար, դրանից հետո արդեն ոչ պաշտոնական հանդիպումները ընկերական հարթության մեջ իրենց մեջ պարունակում էին այնպիսի առաջարկներ, որոնք իրենց մեջ պարունակում են քրեական տարեր։ Եթե օրինաչափ առաջարկներ չեն, եթե իրավարար առաջարկներ չեն, եւ եթե այդ առաջարկը դրված չի սեղանին, որի տակ քաղաքացին տվյալ պահին կարող է ստորագրել կամ ոչ, ապա դա քարոզչություն է, ապա դա նորից ճնշում է քաղաքացու նկատմամբ եւ այս մոտեցումներից հետո այլևս մենք հանդիպումների ցանկություն չունեցանք եւ չտեսանք դրա անհրաժեշտությունը եւ տեսանք մեր պետական մարմնին թուլացած եւ անպիտան դարձած, եթե մինչ այդ մենք գույրաղիք էինք համարում հաշտարարի գրասենյակին, որովհետև տեսեք ինչքան դեպքեր ունենք եւ չունենք միայն մեկ դեպք, որտեղ հաշտարարի գրասենյակը իր ֆունկցիան կատարած լինի, հա, բայց վախենամ, որ Կենտրոնական բանկը եւս ստանձնում է այդ կարգավիճակը, որովհետեւ պետական պաշտոնյայի մակարդակով, իսկ այո պետական պաշտոնյա թերևս ինձ որոշ դիրույթներից հանդիպանում են, որ պետական պաշտոնյա չի, ինձ համար պետական պաշտոնյա, որովհետև նա ընտրված ազգային ժողովի կողմից եւ մասնակցում է կառավարության նիստերին։ Ուրեմն պետական պաշտոնյայի այդ հայտարարությունները, որը չի համապատասխանում իրականությանը եւ այն իրավիճակում, որտեղ իրավիճակը սրված է եւ քաղաքացիների ուշադրությունը կա յուրաքանչյուր խոսքի հետ կապված եւ հնչում է այնպիսի արտահայտություն, ես կուզեի սանձեի մեր քաղաքացիների բորբոքված կրքերը, բայց դա չի ստացվում, որովհետեւ քաղաքացիները արդարացիորեն են բողոքում, անպատեհ, դատարկ, ոչ տեղին ապակառուցողական հնչած խոսքերին, հա, որը իրականության այլ չէր համապատասխանում։ Հիմա էլի փորձում են ինչ որ բաներ անեն։ Այսօր մենք ստացել ենք ինչ որ զանգեր բանկերից, թե եկեք ներկայացեք, ինչ որ բան անենք, ինչ որ բանը հետեւյալն է։ Միակ բանը հետեւյալն է՝ վերականգնել քաղաքացիների իրավունքները, վերադարձնել այն տոկոսագումարները, որ մինչ այսօր հանիրավի պահանջել է քաղաքացիներին եւ որոշ քաղաքացիներ ստիպված լինելով վճարել են, որովհետև իրենք ունեն այլ վարկային օրինական, այլ վարկային պարտավորություններ, ասենք հիպոթեկով բնակարանա ձեռք բերել մարդը, հիմա 3 միլիոն էլ զեղծարն է տարել, հիմա այս 3 միլիոնի տոկոսները ինքը ստիպված մուծում է, որ հիպոթեկային պայմանագրի վրա դա անդրադարձ չունենա։ Սա մեկ, այդ գումարները պիտի անհապաղ վերադարձվեն քաղաքացիներին, անհապաղ, որովհետև սա հետո ինչ որ զեղծարը օգտագործել էր քաղաքացու տվյալները, հա, ձեր բաց թողումների հետևանքով էր քաղաքացու տվյալներն օգտագործվել զեղծարարի կողմից, պետք է այս գումարները հետ վերադարձվի, պետք է չեղարկվի, այդ վարկային ապօրինի պայմանագիր է, խոսքը ապօրինի պայմանագրի մասին է եւ ապօրինի միայն մենք չենք համարում, նախ եւ առաջ ապօրինի համարում է քննչական կոմիտեն, որովհետեւ քննչական կոմիտեն քրեական գործը նախաձեռնել է ապօրինի պայմանագրի հիմքով,
մենք չենք ասում, դուք եք ասում, մենք հավատում ենք ուղղակի ձեզ։ Հարգելի պատկան մարմիններ։ Դրանից հետո գլխավոր դատախազը ազգային ժողովում արեց հայտարարություններ, ըստ որի բանկերը պաշտպանված չեն եւ բանկերն ունեն սողանցքներ։ Հիմա ներողություն, եթե կենտրոնական բանկը ունի այս դիրքորոշումը, խնդիրը չի լուծում։ Իր պարտավորության գոտու խնդիրը չի լուծում։ Հանիրավի աշխատավարձ են ստանում ժողովրդից, մսխում են այդ աշխատավարձը, մեծ չգիտեմ, ախորժակով, ցմփոր փորերով, քաչալ գլուխներն առած, դատարկ, նստած են բարձր աթոռներին, չեն լուծում քաղաքացիների խնդիրը, դրանով իսկ առերևույթ ընդվզելով եւ քննչական կոմիտեի դեմ եւ գլխավոր դատախազության դեմ, ասեմ ինչով հիմնավոր եմ, հա, որ եթե գլխավոր դատախազությունը, հենց գլխավոր դատախազը ազգային ժողովում անման հայտարարություններ, որ բանկերն ունեն, այո, սողանցքներ, որը անթույլատելի է եւ խնդիրը պետք է լուծվի, քննչական կոմիտեն էլ քրեական գործը նախաձեռնել է ապօրինի վարկային պայմանագրի վերաբերյալ այս խնդիրը եթե դեռևս առկա է ժամանակներ ի վեր չի լուծվել պահանջներ ենք ներկայացել համատեղ աշխատել ենք ինչ ասես արել ենք սիրել ենք դրժել ենք ծեծել ենք դաղել ենք նեղվել ենք նեղացրել ենք ամեն ինչ արել ենք խնդիրը չեն լուծում սա ընդվզում են ոչ միայն քաղաքացիների դեմ սա ընդվզում են պետական մարմինների դեմ եկեք ճիշտը խոսանք եկեք անվստահություն են հայտնում գլխավոր դատախազությանը անվստահություն են հայտնում քննչական կոմիտեին չեն կատարում իրենց օրենսդրական պարտականությունները սատարում են բանկերին աջակցում են բանկերին ստանալ հավելյալ ապօրինի շահույթներ այլ ձևակերպում ես չեմ տեսնում ես կուզեի այլ լիներ իրավիճակը նորից եմ ասում մեր հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպության առաջնային նպատակը նաև ուժեղացնելն է մեր պետական մարմինների դերակատարումը նաև վստահություն առաջացնել նրանց նկատմամբ մենք կարող ենք շրջանցել այս պետական բոլոր մարմիններին չգիտեմ ինչի հա գնայինք ու սկսենք բանկերի հետ աշխատել կամ փակել բանկերը կամ ինչ-որ կոշտ գործողությունների անցնել բանկերի մասով բայց մենք ինչ արեցինք մենք հերթով դիմում ենք մեր պետական մարմիններին հերթը ազգային ժողովինն է մենք գնալու ենք ազգային ժողովել ենք դիմելու այս հարցով մենք պետական բոլոր մարմիններին դիմելու ենք քաղաքացիների իրավունքների վերականգնման եւ հետագայում նաեւ պաշտպանության համար որովհետեւ ես ինքս որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի այստեղ դժում է նաեւ իմ իրավունքը ես չեմ կարողանում ապահով ապրել այն երկրում որտեղ քաղաքացիները ենթարկվում են թալանի Պարոն Կարողոսյան, կենտրոնական բանկի նախագահը նաև մեկ այլ այսպես հայտարարություն արել, որ առանձին կքննվեն բոլոր դեպքերը, սակայն դուք դրան էլի թերահավատորեն եք մոտենում, ո՞րն է պատճառը։ Կենտրոնական բանկի նախագահը հրապարակում էր թվեր, որ այդ բաժնում կա 30 աշխատող, հա ոնց որ 3 տասնյակ այսպիսի հստակ բան չի էլի ասում լղոզիկ արտահայտություններ են դրանք պետական պաշտոնյային ոչ վայել արտահայտություններ են դրանք եւ հրապարակումա թվեր ասենք ասում է դրանք կազմում են վարկային քեյսերի 0.1%-ը եւ եկեք վերցանենք այս թվերը նախապես ID բանկի ներկայացուցիչը ինձ հանդիմանում էր ասելով որ մենք 2.5 միլիոն հատ քեյս ենք ունեցել իսկ դուք խոսում եք տասնյակ դեպքերի մասին գիտեք ինչ մի դեպքն էլ պիտի բացառվի ով է ասում որ մեկ քաղաքացում կարելի է թալանել դեռ տասնյակ լավ համաձայն ենք հետո որոշեցին որ տասնյակ դեպքերը 0.1% են կազմում 2.5 միլիոնի 0.1%-ը որ թիվն է 2500 Եթե 3 նման բանկ ունենք դառնում է 7500 Խոսքը գնում է միայն վարկերի մասին Խոսքը չի գնում են քաղաքացիների թալանված գումարների մասին որ ունեցել են բանկերում ավանդի տեսքով եւ գողացվել են դրանք Ենթադրենք հավասար չեն 50%-ն էլ ասենք 7500 թվի 50%-ն են կազմում այդ թվերը
12500, լավ 10000, լավ 10000-ի վրա եկեք կանգնենք։ 30 հոգով 10000 գործ, քանի տարում են խորապես ուսումնասիրելու եւ այդ խորապես ուսումնասիրելու նպատակը ո՞րն է։ Վերականգնեք քաղաքացիների իրավունքը, գնացեք ինչքան ուզում եք ուսումնասիրեք, ձեռեք առնում ես։ Այդ ընթացքում էլ իմ քաղաքացին իր աշխատավարձից պիտի տա, մյուս քաղաքացին իր թոշակից պիտի տա, մյուս քաղաքացին ճնշված պիտի լինի, որ հիպոթեկային պայմանագիրը հանկարծ չխզվի, տարիներ շարունակ գնացեք, դուք ում աշկերին եք թոզ փչում, դա սա անառակություն չի, դա ինչ է։ Գնացեք ձեր հարցերը լուծեք քաղաքացիների իրավունքների վերականգնումից միայն ու միայն հետո։ Չէ՞ որ տեսեք ինչ են արել, էլի, տեսեք էլի, վերջապես ես ուզում եմ օրենքի ուժը զգա, էլի, նաև ես նկատեմ, շոշափելի լինի նաև օրենքի ուժը, դուք տեսեք ինչ են արել։ Վարկային հարմարավետություն եւ հաճախորդների քանակ ապահովելու համար նրանք իջեցրել են պաշտպանության շեմը։ Նրանք պաշտպանության շեմը այնքան են իջեցրել, որ բիզնես շահագրգռվածություն ունեցող մարմինները, ասենք ապահովագրական ընկերությունները, այլևս չեն ապահովագրում այդ բանկերի հաշիվները, որովհետև տեսնում են խոցելի։ Ձեր խոցելիության դեմը գնացեք առանց մեզ առեք։ Հետո սա անորմալություն է, այ պակասներ, այ սակավներ, այ անբարեխիղճ, այ թալանչիներ, բա դուք ոնց սենց եք բիզնես անում, հա? Սենց բիզնես մենք թույլ չենք տալու մեր երկրում անեն, մենք կասեցնելու ենք, մենք հանցագործությունների թվի աճը, հանցագործությունները կանխարգելելու նպատակով գնալու ենք բանկերը փակելու կոշտ ճանապարհներով։ Առաջարկում եմ, հորդորում եմ, կոչ եմ անում, որ պետական մարմինները մի քայլ մեզանից առաջ ընկնեն, դերակատարություն ունենան քաղաքացիների իրավունքները ամբողջական վերականգնելու հարցում։ Փաստացի մեղադրում եք Կենտրոնական բանկի նախագահին կեղծ հայտարարությունների մեջ, փորձել եք նրանից ինչ որ բացատրություններ ստանալ։ Տեսեք, մեր հանդիպումները Կենտրոնական բանկում նախքան այս լարված իրավիճակներ մենք ասել են, որ ունեցել ենք հանդիպումներ, բայց եղել են փակ պատերի ներսում, հա, այդ խոսակցությունները, եթե ես հիմա պատմեմ կամ մատնանշեմ կամ հղում տամ դրանց, հետագայում իմ համար ապացուցողական խնդիր է սա դառնալու։ Մենք հրավիրել ենք, մենք ակցիաների ժամանակ հրավիրում էինք դուրս, մենք իդեպ դեռևս մինչ այս պահը մենք դեռևս անվստահություն չէինք հայտնել մենք Կենտրոնական բանկին, հա, այդ ժամանակ մենք հրավիրում էինք, որ լրատվամիջոցների ներկայությամբ ուղղակի պատասխանեն մեր հարցին։ Եվ եթե լինեին ճկուն քաղաքական գործիչներ, գոնե կեղծ ցույց կտային, որ ունեն քաղաքացու նկատմամբ հարգանք եւ քիչնեին գոնե կասեին, որ մենք ամենօրյա ռեժիմով ջանասիրաբար զբաղվում ենք ձեր աշխատանքներով։ Կասեին ու կգնային, մենք էլ ոչինչ չէինք կարողանալու ասել։ Բայց դու տեսեք սրանց էլի, սրանց վարքագիծը նողկալիա, պագոնները կընկներ, որ իջներ ժողովրդի դիմացը կանգներ, ժողովրդին գոնե ժողովրդական լեզվով ասեր, ձախորդ օրերը կուգան ու կերթան, գոնե, չէ, սրանք այդ տեսակը չեն, սրանք փողի մոլուցքից տառապող, չգիտեմ, ինչ ասեմ, այստեղ բառերը վերջանում է։ Եվ այսպես ամփոփելով զրույցը, խնդիրը տևական ժամանակ է լուծում չի ստանում եւ որոնք են լինելու ձեր հետագա քայլերը, եթե էլի այսպես շարունակական օթում կախված մնա, հա, այս խնդիրը, ձեր քայլերը որոնք են լինելու եւ որն է ձեր հիմնական պահանջը, այսինքն չեղարկել վարկերը եւ հետ վերադարձնել գումարը, դա է ինչ պահանջ։ Եվ վերականգնել քաղաքացիների իրավունքները ամբողջությամբ։ Հետագա քայլերը հետեւյալն են։ Ես արդեն խոսքի մեջ ասեցի, բայց ասում եմ եւս մի անգամ։ Մենք մեր ակցիաներով հնարավորություն ենք տալու պետական մարմիններին ինքնուրույնաբար լուծել խնդիրը, վերականգնել քաղաքացիների իրավունքները, հա։ Մեր ակցիաներով նպաստելու ենք, տալու ենք հնարավորություն, որ պետական մարմինները այդ նախաձեռնությունը ունենան, իրանք վերջապես դա իրականացնեն, մենք էլ հպարտանանք, ողջունենք, հայտնենք շնորհակալություն, ուրախանանք, հիանանք, որ պետություն ունենք, մենք սա ենք ուզում։ Եթե իրենք այդ հնարավորությունից չօգտվեցին,
Մեր ակցիաները մնացին օդում կախված, ինչ ենք անելու, գնալու ենք բանկերը փակելու ճանապարհով, բանկերը փակելով կանխարգելելու ենք երկրում տեղի ունեցող հանցագործություններն ու թալանը։ Մեծ ակնկալիք ունեք, որ դա լուծում կտա։ Այլն, եթե բանկը փակվի, չի լինի պահանջատեր։ Չկա բանկը, չկա պահանջատերը։ Իսկ եթե դա որևէ լուծումների չտվեց, այդ դեպքում ինչ է Եթե պահանջատերը չկա, ինչի մասին է խոսքը, ոնց է լինում լուծում չկա։ Բանկերը ինչպես եք փակելու, դրան մոտ հավաքվելու եք, ոստիկանությունը գա օրինակ տանի։ Փակելու ենք, ես չեմ կարծում, որ ոստիկանությունը կգա կտանի, ոստիկանությունը պետք է միանա մեզ համատեղ ջանքերով կանխարգելենք հանցագործությունները, որովհետև գլխավոր դատախազությունը ասում է, որ բանկերը սողանցքներ ունեն, որովհետև այս հարցերով ամեն օր գնում է քրեական գործեր, թող կան միասին կանգնենք, ոստիկանությունն էլ մեր պետական մարմինն է, թող գա մեր կողքին կանգնի, համատեղ ջանքեր ներդնելով, փակենք բանկը, որ քրեական գործերի թիվը չավելանա, հետո դատախազի խոսքը կասկածի տակ չդրվի, բա ոստիկանությունը որը համար է։ Շնորհակալ եմ, պարոն Կարագեզյան, հետաքրքրիցի համար։ Իմ հյուրն էր բանկային խարդախության զոհերի իրավապաշտպան Մհեր Կարագեզյանը, կհանդիպենք։